Բարև ձեզ հայեր ջան, այսօր ես կպատմեմ մեծ հայքը Արշակունյաց թագավորության դինաստիայի օրոք եւ կցանկանամ մաղթել բարի դիտում ձեզ, լայքեր, մեկնաբանություններ, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, որ էլ ավելի հետաքրքիր հայոց պատմության մասին պատմություններ պատմեմ իմ դիտորդներին եւ բարի դիտում ձեզ։ Արտաշեսյան հարստության անկումից հետո մեծ հայքի թագավորությունը պահպանեց անկախությունը, սակայն արքայատոմ եւ կառավարվում էին հիմնականում օտար դրածոների կողմից եւ թագավոր ընտրելու որոշումը նաեւ կայացնում էր աշխարհաժողովը։ Եվ առաջին դարի առաջին կեսին տեղի ունեցավ մեկ տասնամյակ իշխանափոփոխություն։ Ստեղծված իրավիճակը վերջ դնելու նպատակով 52 թվականին հայոց ավագանին եւ Պարթև Վաղաշ առաջինի արքա վերջինիս եղբայր Տրդատին հռչակեց մեծ հայքի արքա։ Սա ինչ է նշանակում, հայոց ավագանին նշանակում է, որ դա հենց աշխարհաժողովի որոշմամբ ընդունվեց այս որոշումը եւ հայաց արքա նշանակվեց հենց Տրդատ առաջին թագավորը։ Սա պետք է մենք ֆիքսենք եւ հասկանանք այս ամենը։ Այդ ժամանակ հայոց արքա էին ընտրվում միայն հայկական ծագում ունեցող արքաները եւ Տրդատ առաջինը այդ արքայի արքան էր։ Նա հայոց ծագում ուներ եւ նրան ընտրեցին։ Եթե նա հայկական ծագում չունենար, ընդհանրապես նրան թագին չէին ընտրի եւ չէր դառնա թագավոր։ Սա մենք պետք է հասկանանք, ընդունենք եւ ընկալենք այս ամենը մեր իրականության մեջ, որովհետեւ այդ ամենը որոշումը կայացնում էր հենց աշխարհաժողովը եւ աշխարհաժողովի միջոցով էր ընտրվում արքաները, կաթողիկոսը նույնիսկ եւ աշխարհաժողովի միջոցով էր նույնպես արքաներին գահից զրկվում, նույնիսկ կաթողիկոսի զրկվել է իր թագից։ Եվ սա մենք պետք է հասկանանք եւ այլ բաներ չխոսենք մեր հայոց թագավորության արքայատոմերի մասին եւ չասենք, որ նրանք հայկական ծագում չունեն, այլ պարսկական ծագում ունեն, չէ։ Նորից եմ կրկնում, եթե այս արքայատոմը հայկական ծագում չունենար, ընդհանրապես աշխարհաժողովը նրան չէր ընտրի թագավոր, Տրդատ առաջինին չէր ընտրի թագավոր եւ այդ տոհմը չէր դառնա արքայական դինաստիա։ Եվ շարունակեմ, սկսվեցին պատերազմ Հռոմի եւ հայապարթեւական ուժերի միջեւ։ Այն ավարտվեց Ռանդեսայում 64 թվականի կնքված հաշտության պայմանագրով, որի համաձայն Տրդատը ճանաչվեց մեծ հայքի թագավոր, սակայն թագը ստանալու համար պետք է մեկներ Հռոմ, որ Հռոմից ստանար թագ։ Եվ 65 թվականին Տրդատ առաջինը 3000-անոց թիկնազորով մեկնեց Հռոմ, թագ ստացավ Ներոնից եւ 66 թվականին վերադարձավ Հայաստան։ Այդ թվականը համարվում է հենց Տրդատ առաջինի թագավորության եւ Արշակունյաց տոհմի հաստատումը մեծ հայքի գահին։ Ռանդեսայի դաշնագիրը մեզանում արժանացել է խիստ դրական գնահատականի, թեպետ եթե սթափ հայացքով գնահատենք, կտեսնենք, որ այն նույնիսկ դեմ էր մեր ազգային պետական շահերին։ Պայմանագրի համաձայն այդուհանդերձ մեծ հայքի գահի թեկնածուն պետք է առաջարկեր պարթեւական արքունիքի եւ հաստատեր Հռոմը։ Հայոց ավագանու կամքը լիովին անտեսվում էր։ Բացի այդ, նման պայմանները հնարավորություն էր տալիս երկու հարևան գերտերությունները ոչ միայն միջամտելու Հայաստանի ներքին գործերին, այլև հայոց գահի խնդիրը շահարկելու ըստ իրենց պետական շահերի։ Սա առերես է եղել, նախորոք ասեմ, այդ ժամանակահատվածում գործել է հայ աշխարհաժողովը եւ աշխարհաժողովը չի թույլ տվել ուրիշ դրածո արքաներ գան եւ թագադրվեն եւ այդ պատճառով
66 թվականին Տրտատ առաջին ընտրվեց թագավոր, ոչ միայն Հռոմի և պարթևների, այլ նաև աշխարհաժողովի ընտրությամբ։ Սա ցուցադրական այնպես է արված, որ հասկացվի Հռոմը և պարթևներն են ընտրել, բայց իրական ընտրողը դա հենց եղել է աշխարհաժողովը, և աշխարհաժողովը պայքարի միջոցով Հռոմը և Պարթևստանը հաշվի են նստել աշխարհաժողովի կամքի հետ, բայց նրանք այդ ամենը թաքցրել են, և մենք թյուր կարծիք ունենք այժմ, և դա է պատճառը, որ մենք մտածում ենք, թե Արշակունի արքաները այլ ազգի ծագում ունեն։ Սա է ամբողջ խնդիրը։ Մեծ հայքի պատմության երկրորդ դարի կարևորագույն իրադարձություններից էր Վաղաշ առաջինի 117-140 թվականների կողմից նոր մայրաքաղաք Վաղարշապատի կառուցումը։ Առավել կարևոր էր, որ նույն դարի վերջին Վաղարշ երկրորդը 186 թվականից 198 թվականներին կարողացավ Մեծ հայքում Արշակունիների իշխանությունը դարձնել ժառանգական։ Նրան փոխարինեց որդին՝ Խոսրով առաջինը։ Հայաստանի պատմության համար վճռորոշ նշանակություն ունեցավ 224-ից 226 թվականների Պարսկաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումը, որով արշակունիները փոխարինվեցին Սասանյանները։ Պարթև արշակունիների աղան գտան Հայաստանում, ուր իշխում էին իրենց ազգակիցները՝ հայ արշակունիները։ Սկսվեց պատերազմների մի շղթա, որի հիմնական խնդիրը Պարսկաստանի գահի համար արշակունիների և Սասանյանների պայքարն էր։ Երբ խնդիրը դիտարկում ենք հայկական ազգային պետական շահերի տեսանկյունից, տեսնում ենք, որ Ռանդեսայի պայմանագրից հետո սկսված հետընթացը խորացավ։ Պատերազմների այդ շղթան ընդհատումներով տևեց մոտ 200 տարի և ի վերջո հանգեցրեց Արշակունյաց թագավորության անկմանը։ Արշակունյաց թագավորության շրջանում տեղի ունեցավ մեր պատմության ամենադարակազմիկ իրադարձություններից մեկը։ Տրտատ III-ի օրոք 298-330 թվականներին Հայաստանում քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն։ Ընդհատումներով շարունակվող հայ-պարսկական պատերազմի ընթացքում Հռոմն ամեն ինչ անում էր, որ Մեծ հայքի գահին մնան արշակունիները։ Հաշվարկը պարզ էր. քանի դեռ արշակունիները գահին են, Հայաստանը ինքնըստինքյան թշնամի է Սասանյան Պարսկաստանին։ Նման պարզ իրադրությունը անտեսելով, մեզանում այդ շրջանի համար ստեղծվեց բարեկամական կապ հռոմեացու և թշնամի պարսիկի կերպարները։ 387 թվականին Մեծ հայքը բաժանվեց Պարսկաստանի և Հռոմի միջև։ Արևելյան մեծ մասը անցավ Պարսկաստանի, իսկ արևմտյան փոքր մասը Հռոմի գերիշխանության տակ։ Հռոմեական մասում թագավորությունը վերացվեց ընդամենը 2 տարի անց, իսկ արևելյան Հայաստանում Վամշապուհ արքայի իշխանությունը տարիներին տեղի ունեցան մեր պատմության մեկ այլ դարակազմիկ իրադարձություն։ Մեսոպ Մաշրոց կաթողիկոս Սահակ Պարթևի աջակցությամբ հիմք դրվեց հայկական նոր քրիստոնեական դպրությանը։ 428 թվականին անկում ապրեց Արշակունյաց թագավորությունը Հայաստանում։ Այժմ պատմեմ պետական կառավարման համակարգի մասին։ Ի տարբերություն նախորդ դարաշրջանների, որոնց մասին տեղեկանում ենք գլխավորապես օտար աղբյուրներից, Արշակունյաց թագավորության կառավարման համակարգը շատ ավելի ծանոթ է, քանի որ այն հիմնականում լուսաբանվում է շնորհիվ հայ մատենագրիչների հաղորդումների միջոցով։ Պետության գլուխ կանգնած էր արքան, բացարձակ միապետ, որը երկրի գերագույն սեփականատերն էր, գլխավոր դատավորը, զորքերի գլխավոր հրամանատարը և այլն։ Նա կրում էր արքայի Հայոց մեծանց կամ Մեծ արքայի Հայոց մեծանց տիտղոսը։ Արքայի գերագույն իշխանության ներքո գործում էին երկու օրենսդիր, դատական և գործադիր իշխանություններ։ Երկրի բարձրագույն
թվական մարմնում աշխարհաժողովում ընդգրկված էին բոլոր խավերի ներկայացուցիչները՝ բարձրաստիճան ազնվականներից մինչև ռամիկ-շինական և դասապետ-քշինականանց։ Դա յուրօրինակ պարլամենտ էր, որը ընդունում էր համապարտադիր օրենքներ ու կանոններ, որոշումներ կայացնում երկրի ճակատագրական հարցերի վերաբերյալ։ Հոգևոր և դատական իշխանությունը պատկանում էր գերագույն քրմապետին, ի պաշտոն նա էր վարում մեծ դատավորությունը գործակալությունը, իսկ 301 թվականից հետո կաթողիկոսը ստանձնեց այդ պաշտոնը, որը տնօրինում էր նաև կրթական գործը։ Արքան երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով, որն առընթեր գործող գործակալությունների հետ միասին կազմում էր երկրի գործադիր իշխանությունը։ Գործակալությունները տնօրինում էին երկրի կյանքի տարբեր ոլորտներ։ Գործակալների պաշտոնյաները վարում էին բարձրաստիճան ազնվականները, ժամանակի ընթացքում դրանք դարձան ժառանգական։ Գործակալություններն ունեին իրենց սպասավորների մեծ ցանց։ Առաջին գործակալը Հանրապետությունն էր, որը ղեկավարում էր երկրի կյանքի տնտեսական ոլորտ՝ հարկերի գանձում, եկամուտների բաշխում, շինարարական աշխատանքներ, քաղաքների, բերդերի, ճանապարհների, կամուրջների, ջրանցքների կառուցում և այլն։ Հանրապետի պաշտոնը և կարելի է համեմատել ներկայիս վարչապետի հետ։ Հանրապետության գործակալությունը վարում էին գնունիներն ու ամատունիները։ Մարդապետության գործակալությունը հսկում էր արքայի ապարանքը, բերդերը, ամրոցները, տնօրինում արքունի տնտեսությունն ու կալվածքները։ Մարդպետի կարևոր պարտականությունն էր արքայազնի դաստիարակությունը։ Նաև պատերազմի ժամանակ մարդպետական հեծելագնդի առաջնորդումը։ Նա հաճախ մեծարվում էր հայր կամ թագավորահայր պատվատիտղոսով։ Թագադիր ասպետության գործակալությունը ղեկավարում էր գահ բարձրացնող արքայի թագադրման և արքայի արարողությունները, ընդունումը և ճանապարհումը օտարերկրյա դեսպաններին։ Թագադիր ասպետության գործակալությունը ժառանգաբար վարում էին բագրատունիները, որի պատճառով էլ երբեմն նրան հիշվում են ասպետունի տոհմաբամբ։ Սպարապետության գործակալությունը ղեկավարում էր երկրի ռազմական ուժը։ Պատերազմի ժամանակ սպարապետն արքային առաջ տեղեկալ էր։ Այս գործակալությունը վարում էին Մամիկոնյանները։ Արքունի թիկնապահության կամ մախազություն գործակալությունը պատասխանատու էր արքայի անձի ու նրա ընտանիքի անվտանգության համար։ Մախազը գլխավորում էր արքունի թիկնազորը։ Այս գործակալությունը ժառանգաբար վարում էին խորխորունիները, որի պատճառով էլ նրանք հիշվում էին նաև Մախազունի տոհմաբամբ։ Սենյակապետություն գործակալությունը ղեկավարում էր պետական գրագրությունն և արքունի դիվանը։ Հիշատակվում է նաև սուրհանդակապետ, հանդերձապետ, մատրվակապետ, արքունի ախոռապետ, քաղաքապետ, շահապ, որսապետ, տակառապետ, դահճապետ, մունետիկ, գրչունիկ, նամակունիկ, սպանդունիկ և այլ անուններով միջին ու մանր գործակալություններ։ Գործում էր պետության մեջ հստակ մշակված նվիրապետական կառույց՝ արքայի գլխավորությամբ։ Ըստ այդմ ազնվականները արքունիքում զբաղեցնում էին իրենց հատկացված գահերը կամ բարձր պատիվները։ Այդ աստիճանակարգը ամրակարգված էր արքունի փաստաթղթով, որը հայտնի էր գահնամակ անվամբ։ Մեզ է հասել մեկ այլ արքունական փաստաթուղթ՝ զորանամակը, որում նշվում է, թե պատերազմի ժամանակ որ իշխանն ինչքան զորք պետք է դուրս բերեր մարտադաշտ։ Դատելով զորանամակից և
մատենագրական այլ աղբյուրներից մեծ հայքի բանակը բաղկացած է եղել շուրջ 120,000 զինվորից։ Այսքանը, շնորհակալություն դիտելու համար, մինչ նոր հետաքրքիր պատմություններ։